հետ թերթել 6 էջ Queen-ի We Will Rock You երգի նախերգանքի ռիթմի նմանությամբ։ Artbox զրույցներ արվեստի եւ մշակույթի մասին Կարեն Ավետիսյանի հետ Ողջույն բոլորին, ռեժիմը խուճապի մեջ է, այս վերնագրով բանաստեղծ արձակագիր Կարեն Ղարսլյանի նոր վեպը արդեն գրախանութներում է եւ փորձենք մարսել ինչ-որ չափով վերծանել եւ ապակոդավորել այդ խուճապի ֆենոմենը, հայեցակարգը, ինչ-որ առումով գուցե դոկտրինը հեղինակի հետ ողջունում եմ մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Եվ ռեժիմը խուճապի մեջ է եւ ռեժիմ բառը, քանի որ հանրային գիտակցության մեջ ասոցացվում է հին իշխանությունների հետ, բայց միևնույն ժամանակ գիրքը տպագրվել եւ դուրս է եկել արդեն, այսպես ասած, նոր Հայաստանում, ինչը ինքնին ենթադրում է, որ դա փաստորեն միայն հետահայաց ուսումնասիրություն չէ, այլ տեսնում եք այդ կոնցեպտը նաեւ ներկայիս ժամանակի եւ ապագայի մեջ խուճապը կամ խուճապի բացակայությունը կամ խուճապի շահարկումը եւ այսպես շարունակ։ Այո, շատ կարևոր է հասկանալ, որ ես պարզապես գրանցել եմ այն, ինչ տեղի ունենում քաղաքական դաշտում եւ լրատվական դաշտում հատկապես։ Այսինքն ես ինքս չեմ որոշում կայացրել, որ ներկա ռեժիմը խուճապի մեջ է կամ անցյալ ռեժիմը խուճապի մեջ է։ Ես պարզապես գրանցել եմ այդ ամենը, որ տեղի ունենում լրատվական դաշտում եւ քաղաքական հարթակներում։ Այդ առումով, այո, տեսանկյունից է կախված։ Որոշ ընդդիմախոսների տեսանկյունից նախկին իշխանություններն էին ռեժիմ եւ կա նոր ընդդիմության սերունդ, որոնք ներկա իշխանություններին են համարում ռեժիմ։ Եվ ինչ է ընդհանրապես որտեղից առաջացավ այդ խուճապի կոնցեպտը, այսինքն երբ առաջին անգամ այնպես ծագեց ձեր ականջը խուճապ բառը, որ որոշեցիք այն դարձնել մի ամբողջ կոնցեպտուալ մոտեցում գրական գործի։ Շատ հետաքրքիր էր, որ 2011 թվականին էր, որ առաջին անգամ ուշադրություն դարձրեցի այս երևույթի վրա որպես յուրահատուկ քաղաքական խոսույթի գործոն եւ այդ ժամանակ ինձ թվում է քիչ հայտնի ոմն Գևորգ Միքայելյանը ժամ AM կայքում ինչ-որ մի հոդված էր գրել, որտեղ ասում էր, որ Բաղրամյան 26-ում խուճապ է ընկել։ Եվ այդ հայտարարությունն էր, որ ես կարդացի եւ գլուխս օրեցի, ասի, ահա, հերթական խուճապը ոնց էլ չեն հոգնում, բայց հաջորդ վարքյանին ուղղակի շանթեց։ Եվ եթե մտազգորթել էի Թումանյանի Գիգորի պատմվածքի առաջին նախադասության հետ, երբ ասում են յուղացի համբոյի տունը կռիվ էր ընկել։ Եվ ես հասկացա, որ դա այն պահն է, եւ խուճապը, քաղաքական խուճապը մխրճվել է գրականության ոլորտ եւ ես պետք է քայլեր ձեռնարկեմ։ Եվ աճանակ որոշեցի հավաքել մինչ այդ օրը ամբողջ մամուլում գրանցված այդ խուճապի վերաբերյալ բոլոր արտահայտությունները, իրենց տարբեր դրսևորումներով, այսինքն ռեժիմը խուճապի մեջ է, վարչակարգը խուճապի մեջ է, կամ իշխանությունները խուճապահար են, կամ կառավարությունը, եւ այդ բոլոր տարբերակներով սկսեցի որոնել եւ 2011 թվականի նոյեմբերին, այսինքն այդ հայտնաբերումից այդ Գիգորի նմանակը կարդալուց մոտ մեկ շաբաթ անց ես հրապարակեցի այդ բլոգի տեսքով, առանձնացրել է միայն այն բոլոր նախադասությունները, որոնք գտել է 2001 թվականից մինչև 2011 թիվը, հանել է բոլոր հեղինակներին, թողել է միայն ժամկետները, որպեսզի տեսնենք ինչպես է ժամանակը անցնում, եւ մենք անդադ հայտարարում ենք, որ խուճապի մեջ է եւ իշխանությունը հիմա հեսա գնալու է, կորելու է, խուճապահար փախնելու է։ Ժամանակը անցնում էր, բայց այդ խուճապը այդպես էլ չէր գալիս։ Այսինքն մի կողմից մենք այդ խուճապ ընդունում ենք որպես մանիպուլյատիվ շատ ուժեղ գործոն, հա, որպես բառ, որով իրականացվում է համապատասխան մանիպուլյացիա շահարկվելով, բայց մյուս կողմից էլ պատմությունը փաստորեն ցույց տվեց, որ
այն արդարացված էր, այսինքն այդ խոճապը ի վերջո եղավ, քանի որ եղավ իշխանափոխություն, որը հետևաբար ինչ որ առումով արդարացնում էր այդ անverջ խոճապի այդ ալարմիստական, հա, մոտեցումը եւ շահարկումը այդ բառի։ Այսինքն ո՞նց ենք դրան վերաբերվում, եթե այն վերջի վերջո ինչ որ առումով նաեւ հասավ իր նպատակին, այլ ոչ թե պարզապես պոպուլիստական ինչ որ գործիք ծառայեց։ Ուրեմն տեսակետները կարող են տարբեր լինել եւ ես չէի ուզենա որևէ կերպ ուղղորդել ընթերցողից, թե ինչպես դիտարկեն այս հանգամանքը, խոճապիզմը։ Ես կուզեի որպեսի ընթերցողը գիրքը կարդա եւ անի իր սեփական ուրեմն եզրակացությունները, բայց այս հարցին կարելի նաեւ տարբեր ձևով մոտենալ եւ այդ հարցադրումները կան այս տրագիկոմեդիայի առաջաբանում եւ հետեւյալ ես կընթերցեմ դրանք։ Արդյոք խոճապի անդադար ախտորոշումն էր այն ջրի կաթիլը, որն ի վերջո քարծակեց։ Մյուսը. Արդյոք հայաստանյան ընդդիմության ռեժիմը խոճապի մեջ են հռոմեացի քաղաքական գործիչ Կատոն Ավագի Կարթագո դելենდა est Կարթագենը պիտի կործանվի հայտնի ասույթի կրկնակն է։ Իշենք որ Կատոնը գրեթե իր բոլոր ճառերը վերջացնում էր այս արտահայտությամբ եւ ի վերջո իրոք այդ Կարթագենը կործանվեց։ Թե արվակը չթռած հոп ասելուց վերջապես հրաժարվելն օգնեց զգետնել հունը փակած վիշապին։ Տվյալ դեպքում ՀՀԿ-ն եւ նրա պարագլուխը։ Այս բոլոր հարցերն են, որոնք բաց են, ես ունեմ իմ մոտավոր պատասխանները եւ շատ ուրախ կլինեմ, որպեսզի ընթերցողները ունենան իրենցը եւ որը տարբերվի, ինձ համար դա խնդիր չի, բայց շատ բան կախված է նրանից, թե մենք ինչ ենք հասկանում խոճապ ասելով։ Խոճապ ես հասկանում եմ դասական իմաստով, դա այն տարբերակն է, երբ մենք գործում են բնազդները, մեր բնազդները, դա լեղապատառ ճողոպրում, սարուձոր կտրելով, ձեռուոտ կոտրելով, ոտքերի տակ չնայելով ու փորձանքի մեջ ընկնելով ավելի շատ սեփական ահից առաջացած շփոթից, քան իրական վտանգից։ Այսինքն խոճապը դա այն պահն է, երբ որ դու ոչ այլևս պայքարում ես, այլ պարզապես ամեն ինչ թողնում ու փախնում ես, փախուստի ես դիմում։ Արդյոք եղել է նման իրավիճակ մեր քաղաքական պայքարների դեպքում։ Ես չեմ հիշում։ Միգուցե վերջին հեղափոխության ընթացքում պահը հասունացավ այն աստիճան, որ կարող էր դա տեղի ունենալ, բայց ամեն ինչ ավարտվեց շատ ավելի հանգիստ։ Այսինքն կար այն պահը, երբ որ կար տագնապի ծայրահեղ դրսևորում, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով հարցը լուծել, բայց հասկացավ, որ չի կարող նման բանել եւ չի մարսի այս անգամ ընդհանրապես։ Եվ թողեց գնաց։ Խոճապի էր մատնված, թե ոչ, դա ես չեմ կարող հաստատապես ասել։ Գիտեմ, որ տագնապած էր եւ հասկացա, որ խաղն ավարտված է։ Այսինքն դարձավ շախմատի պես պարտիա, որտեղ խաղը չի ավարտվում նրանով, որ դու բուն թակավորին ուտում ես եւ ֆիգուրը հանում դնում կողքը, պարզապես մատ է արվում եւ խաղն ավարտվում է, այսինքն իրականում կարելի ասել այդ ֆիգուրին ձեռ չեն տալիս, պարզապես մենք տեսնում ենք, որ բրծավ խաղը, այսինքն պարտվեց, այդպես տեղ ունեց։ Ինձ թվում է խոճապի դրսևորում էր իմ պատկերացրածի առումով, օրինակ Մայդանի ավարտը։ Երբ որ իշխանությունների ներկայացուցիչները պարզապես ճողոպրում էին խոճապահար վիճակով։ Մոտարապես պատկերացեցինք, թե որտեղից եկավ այդ խոճապի կոնցեպտը, իսկ որտեղից եկավ այն ֆորման, հա, ձևը ընդհանրապես վեպի, որում պետք է այն կիրառվի, ճկվի եւ տարբեր իր արտահայտչամիջոցներով եւ դրսևորումներով մեկնաբանության դրվի։
Որ դա շատ կարևոր է, որ խոսենք նաև վեպի կառուցվածքի մասին, որը երևի թե ամենակարևոր մասերից մեկն է, հա, Ինձ համար շատ կարևոր է փորձարարական գրականությունը, որտեղ այս տեսակ գրականության միջոցով մենք շատ բաներ կարողանում ենք վերհանել եւ ավելի լավ հասկանալ։ Ուրեմն կառուցվածքի համար ես նախընտրել եմ զսպագիր կոչեցյալը, սա մի գրական հնարանք է, որով հեղինակն ինքն իրեն պարտադրում է որոշակի ստեղծագործական սահմանափակումներ, որոնք արգելում կամ հակառակը հարկադրում են որոշ տարրերի ընդգրկումը տվյալ երկում։ Օրինակ, Ժորժ Պերեկը 1969 թվականին գրել է La Disparition անհետացում վեպը բացառապես է ձայնավորը չպարունակող բառերով, իսկ 3 տարի անց Le Revenant վեպը է-ից բացի այլ ձայնավոր չպարունակող բառերով։ Եվ այս առումով դա ուրեմն այս տրագիկոմեդիան, ռեժիմը խոճապի մեջ է տրագիկոմեդիան, զսպագիր հնարանքով գրված ստեղծագործություն է, այսինքն այս տրագիկոմեդիայում, թատերգությունում օգտագործվել են միայն այն բոլոր արտահայտությունները, որտեղ կա ռեժիմի խոճապը գուժող որևէ ֆրազ։ Եվ այս գրքում ես ընդգրկել եմ 2 տարբերակ, նույն թատերգության 2 տարբերակ, մեկը ընդարձակ, մյուսը սերմ։ Սերմը շատ ավելի կարճ է բնականաբար, այնտեղ ընդգրկված են միայն այն նախադասությունները, որտեղ օգտագործվում է խոճապ բառը, իսկ ընդարձակ տարբերակում ոչ միայն խոճապ բառը, այլ նաև այն պարբերությունը կամ 2 պարբերությունը, որտեղ կոնկրետ արտահայտության հեղինակը փորձում է ապացուցել, թե ինչու է ռեժիմը խոճապի մեջ։ Եվ ընդարձակ տարբերակում մենք կարողանում ենք տեսնել այն պատմական համատեքստը, որում դա ասվել է։ Դա է տարբերությունը։ Եվ որևէ խտրականություն չի դրվել, երբ որ ես ընտրել եմ այս ուրեմն հեղինակներին, այդ խոսքի հեղինակներին 168 գործող անց կա այս տրագիկոմեդիայում եւ շատ հետաքրքիր է տեսնել, թե ովքեր են այս 168 անձանց մեջ։ Ես կարդացի միայն նրանց, ովքեր կորցրել են պետական պաշտոններ եւ ստացել են պետական պաշտոններ, բայց այս գրքի մեջ կան շատ հետաքրքիր դեմքեր, որոնք շատ ուրույն հետաքրքրություն առաջացնում այս երևույթի նկատմամբ։ Որտեղ 2011 թվականի դրությամբ խոճապիզմը արդեն դարձել է որոշակի բրենդ, որը օգտագործելով շատ քաղաքական գործիչներ կարողանում են կարճ ճանապարհով իրենց ընդդիմություն զգալ կամ գոնե փորձել դառնալ ընդդիմություն։ Եվ այս առումով շատ հետաքրքիր է, որ այս 168-ի մեջ կարող ենք գտնել նաև Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին, Վիկտոր Դալաքյանին, այս անձանց ում ժողովուրդը անվանում է թմբուկներ, դհոլներ, եւ կարդամ մի քանի խոսքեր։ 2005 թվական Արտաշես Գեղամյան։ Եթե սա իշխանությունների բարոյալքության եւ խոճապի նոր դրսևորում չէ, ապա ինչ է։ 2005 թվական Վիկտոր Դալաքյան։ Իշխանությունները արդեն խոճապի մեջ են, ուժը դուք եք։ 2008 թվական Արթուր Բաղդասարյան։ Հայաստանի իշխանությունը խոճապի մեջ է։ Դրա կոնկրետ վկայությունը ուղիղ 21 բնակավայրերից ժողովրդին արգելեր են մասնակցել այսօրվա հանրահավաքին։ Տեսեք, հիմա խոճապ բառը այդքան այլևս չի շահարկվում, բայց մյուս կողմից ընդդիմության հիմնական ուղերձները կրկին այդ երևույթի շուրջ են պտտվում, թեկուզ այդ անունը չունենալով։ Օրինակ, տնտեսական հեղափոխությունը տեղի չի ունենում, թեպետ խոստացվել էր, եւ այլն եւ այլն։ Այսինքն, էլի ինչ-որ բաների շուրջ, որոնք իզորու չեն արվել, եւ դա որոշակի, այսպես ստեղծում է ոչ վստահ ինչ-որ մթնոլորտ, ինչը կարելի է նաև խոճապ անվանել, բայց դեռևս չի անվանվում։ Այսինքն, այնուամենայնիվ այս երևույթը, այդ մեղադրական փաթեթը, որը ներկայացվում է, այն միշտ պտտվելու է այդ երևույթի շուրջ, դուք համաձայն եք դրա հետ։
Խնդիրը այն է, որ Իսկ անվանենք դա խոճապ թե չանվանենք, բայց ամեն դեպքում հենց դրա վրա է շեշտը դրվում մեղադրանք ներկայացնելուց գործող իշխանության, հա, ռեժիմ կոչվի թե չկոչվի։ ինձ թվում է խնդիր չկա, երբ որ ընդդիմությունը քննադատում է գործող իշխանություններին, դա նաև հիանալի է, որովհետև այդ կերպ մենք կարողանում զգոն պահել թե իշխանությանը, թե ժողովրդին տեղի ունեցող իրադարձությունների առումով, որովե խնդիր չեմ տեսնում, այո, եթե ոմանք կարծում են, որ հեղափոխություն տեղի չունենում, ասենք տնտեսական եւ այլն, իհարկե ազատ են արտահայտեն իրենց կարծիքները եւ բերեն փաստարկներ եւ այլն։ Խոսքը գնում է գրոտեսկի մասին, երբ որ յուրաքանչյուր փոքրիկ անհանգստության պարագայում օգտագործում են նման գրոտեսկային բառեր, խոճապ, այսինքն դրանք կորցնում են իրենց այդ կերպ թույլատնում են իրենց իսկ խոսքի գշիրը, որտեղ իրականում բոլորն էլ հասկանում որ դա չափազանցություն է, եւ ես շատ ուրախ եմ որ գնալով նվազել է այդ խոսքի չարաշահումը, եւ խնդիրն այն է որ չի դադարել, եւ դա ինձ հնարավորություն տվեց գտնել լավագույն ավարտը այս տրագիկոմեդիայի համար, որովհետեւ անգամ այս հեղափոխությունից հետո այդ խոսքը չդադարեց, այսինքն այդ դիսկուրսը, որ ռեժիմը խոճապի մեջ է, չդադարեց։ Նոր իրեն ընդդիմություն հորջորջող գործիչները օգտագործում են նույն գործիքակազմը։ Եղել են դեպքեր եւ դրանք հայտնվել են այս գրքի մեջ։ Կարելի է ասել, որ այս գրքով նաև դուք ուշադրություն եք փորձում գրավել ընդհանրապես խոսքին, ինչ-որ նեյրոլինգվիստիկ ասպեկտին, հա, դիսկուրսի ընդհանրապես, եւ դա նաև համընկել է նրա հետ, որ այսօր իշխանության գլխում կանգնած է եւ թե ամենահռետոր մարդկանցից մեկը, ով շատ շռայլ է բանավոր խոսքի մեջ, ի տարբերություն այն երկրի ղեկավարներին, ովքեր ռեժիմի ժամանակ էին, հա, այն ինչը որ կոչվում էր այս կոնտեքստում ռեժիմ, այսինքն դա ինչ որ ձևի զուգորդվում եւ ինչ որ բան նշանակում է ընդհանրապես։ Իհարկե, դա ինձ համար շատ խնդրահարույց է այն, որ փաստորեն քաղաքական բառապաշարը բավականին աղքատացած էր այս սրա միջոցով։ Արհամարվում էր ուրեմն զգացողությունների, հոգեվիճակների այն ամբողջ ներկապնակը, բոլոր իր մանրոքներով, մանրամասներով, երբ ասենք իշխանությունը անհանգստանում էր, ապա դա խոճապ էր անվանվում, երբ իշխանությունը կասկածում էր, դա կողքին համարվում էր խոճապ, երբ իշխանությունները ինչ որ տագնապի մեջ էին, դա կրկին միանգամից ասում է որպես խոճապ եւ տեղեր ունենում մի շիլաշփոթ, երբ որ մենք չենք կարողանում իրերը կոչել իրենց անուններով։ Եվ փաստորեն ստացվում էր այնպես, որ երբ միգուցե պահ էր գալիս, երբ իրոք բանը դանակը հասնում էր ոսկորին, բայց ինչպես ասում են սուտասանի տունը այրվեց, ոչ ոք չհավատաց։ Եվ դա էր խնդիրը։ Եվ հետաքրքիրն այն է, որ բուն իշխանափոխությունը տեղի ունեցավ այն օրը, երբ ոչ ոք ծպտուն չհանեց խոճապի մասին։ Ձեր գրքում բացի ինտերտեքստուալ ասպեկտից նաև շատ մեծ կարևորություն ունի վիզուալը, հա, վիզուալիզացիաները ընդհանրապես։ Դա ինչ դեր է խաղում ընդհանրապես, ինչ օգնող, հավելյալ, վերադիր, թե միգուցե հակառակը հիմնական ավելի առանցքային դեր ունի։ Ուրեմն նկարազարդումների գաղափարը հայտնվեց շատ ավելի ուշ, երբ որ ես հասկացա, որ կարող եմ հարստացնել այս գիրքը նաև ընդհանրապես մեր ժողովրդական պայքարների մասին որոշակի նկարազարդումներ ավելացնելով, որպեսզի տեսնենք թե ինչ ուղի ենք անցել, ինչ ճանապարհ ենք անցել այս խոճապների արանքում, ինչպիսի շարժումներ են եղել, որ տապալվել են, ձախողվել են։ Եվ ես սկսեցի ավելացնել որոշակի նկարազարդումներ իմ նախորդ գրքի ատերազմայի ոճով, այսինքն զուտ տառերի հիման վրա, այսինքն ես գրում եմ բառեր, խոսքեր, արտահայտություններ եւ ապա քանդում եմ այդ տառերը ընկնում են վայր եւ ստեղծելով նորանոր իմաստներ։ Եվ
այս գրքում ընդգրկել եմ կարծեմ 6 հիմնական շարժում, դա 96 թվականի Լևոն Հեռացիր շարժումն է, 2008 թվականին Լևոն Հետարի շարժումը կամ պայքար մինչև վերջ Ռոբերտ Հեռացիր եւ այլն, ուրեմն Բարևի հեղափոխությունը, Էլեկտրիկ Երևանը, ՊՊՑ գնդի գրավումը եւ իհարկե Իմ քայլը շարժումը։ Եվ այդ առումով կարող եմ ցույց տալ, թե ինչպիսի տեսք ունեն այդ նկարազարդումները։ Ահա, Լևոն Հեռացիր, սա նկարազարդումները արված են անիմացիայի ձևով, այսինքն մենք տեսնում ենք պատկերը առաջին էջում, թերթում ենք, տեսնում թե ինչ է տեղի ունենում այդ նկարազարդման հետ։ Ուրեմն այս առումով ստանում ենք հետևյալը։ Լևոն Հեռացիրը վերածվում է լռիր։ Եթե տեսնում ենք այս կողմում, իմ աջ կողմում բանակն է, եթե մոտիկից տեսնեք գիրքը, այստեղ կճանաչեք զինվոր բառը եւ այս ամբողջ բանակ այս զինվոր ուղղայած գրված բառից է բաղկացած մի ամբողջ բանակ։ Երբ որ այս նկարազարդումը անում էի, շատ հետաքրքիր պատմություն կա այս առումով, ես մտածում էի ինչպես բանակը պատկերեմ նույն ոճով։ Եվ հիշեցի իմ ատերազման նախորդ գիրքը, որը քարորյա պատերազմի մասին է 2016 թվականի եւ այնտեղ ես արել եմ այդ նկարազարդումները, որտեղ մեր բանակներ զինվոր բառից բաղկացած եւ որոշեցի այդ բանակը բերել սահմանագծից ներս դեպի ներքաղաքական դաշտ։ Եվ այդ առումով շատ խորհրդանշական ստացվեց եւ սա այն նույն բանակն էր, որը կռվում էր այդ պատերազմի ընթացքում։ Եվ նա բերվեց դաշտ եւ կոտորեց այն տարերը, դե բնականաբար զոհեր չեղան այդ ընթացքում, բայց սա զուտ որպես փոխաբերություն հեռացվում են կամ սա կարելի է դիտարկել ոչ թե որպես մահ, այլ որպես ձերբակալություններ եւ այլն եւ լռեցվում է ամբողջ շարժումը։ Մի խոսքով։ Եվ ունեմ 2008 թվականի ուրեմն պայքար մինչև վերջ խոսքն եմ ընտրել որպես խորհրդանիշ։ Սա ուրեմն հայտնի նշանաբանն է պայքար մինչև վերջ։ Եթե տեսնում եք այս վանկերի կոտրելով ես ստացել եմ նոր իմաստ քար բառը եւ սա նկարազարդումն է ուրեմն մարտի 1-ի գործողությունների ականատեսի խոսքի, որտեղ նա ասում է հետո 100,000 մարդիկ հավաքվեցին, կառուցեցին բարիկադներ եւ պատրաստվեցին ինքնապաշտպանության։ Նորից երբ արդեն գիշեր էր, շուրջ բոլորը մութ, իշխանությունը սկսեց գործել։ Ձկան խանութի մոտից զորքը մոտեցավ ժողովրդին, լուսարձակող փամփուշտներով կրակահերթ բացեցին, բայց օգուտ չտվեց։ Հակառակը ժողովուրդն աղմուկ աղաղակ բարձրացրեց, ինչը զորքի մեջ խուճապ առաջացրեց, բայց դրանք 18 տարեկան զինվորներ չէին։ Այնուհետև կրկին առաջ եկան, մի քանիսին ծեծեցին եւ բախումը սկսվեց։ Ժողովուրդը կռվում էր քարերով, փայտերով ու արմատուրներով։ Եվ այս խոսքի նկարազարդումն էր, երբ որ ես աշխատում էի այս նշանաբանի վրա եւ մասնատում էի բառերը, նկատեցի, որ պայից հետո գալիս է քար։ Եվ հենց կարծես թե այն քարն էր, որով ժողովուրդը պաշտպանվում էր։ Մինչև վերջ։ Սա հիմա ամբողջ արտահայտությունն է պայքար մինչև վերջ։ Ահա, նրանք բոլորը իրար հետ իրար փաթաթված միմյանց պաշտպանելով եւ ինչ որտեղ տագնապած։ Սա Ռոբերտ Քոչարյանի անվան առաջին տառերն են, որոնք կարող են նաեւ մեկնաբանվել իբրև ռազմական ոստիկանություն, որը գործում էր այդ օրերին։ Եվ սա ճնշումն է անիմացիայի միջոցով։ Սա նրա անունն է, որ կամաց իջնում է ներքև, ճնշելով գնում։ Եվ այստեղ ստանում ենք ոչ արյան նրա ազգանունից այդ հատվածը։ Եվ որից հետո ստանում ենք
արյան։ Այնուհետև ստանում ենք հետևյալ պատկերը։ Սրանք այն բոլոր տառերն են, որոնցով գրված էր պայքար մինչև վերջ խոսքը, եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի մնացյալ տառերը մի կույտի մեջ եւ վրաները քար, որը հաճախ ժողովրդի մոտ հայտնի է իբրև գերեզմանակար։ Որպես պայքարի ծախողման եւ տխուր ավարտի խորհրդանիշ։ Եվ հետաքրքիր է, որ իմ նախորդ գրքից ատերազմայից ես նույնպես այս գիրք բերեցի գարուն բառը, որը ատերազմայում գլխատված էր, քանի որ պատերազմը նույնպես տեղի ունեցել Գարնանը, այդ ժամանակ միտքը հղացա, որ գարուն բառից երբ որ գն հեռացնում ես, արյունը ֆշշում է, եւ ստանում էի արուն։ Այդ քանի որ մարտի 1-ը նույնպես տեղի ունեցավ Գարնանը եւ նույնպես եղան զոհեր եւ արնահոսություն, այդ գարունը վերաիմաստավորվեց, նոր իմաստացավ այս գրքում եւ բերվեց այստեղ մեկ այլ կերպ։ Այս անգամ ես գարուն գրելուց հետո տպեցի այդ թուղթը, գնացի Ամերիկայում իմ հարևան քաղաքի հրաձգարան եւ խնդրեցի, որպեսզի աշխատողը ատրճանակով Smith & Wesson ատրճանակով գնդակահարի առաջին գտարը։ Նա իհարկե զարմացավ, թե ինչու եմ սա անում եւ ուղղակի մի քանի բառով բացատրեցի, որ գրքի համար եմ անում, գլուխ չանեցած լավ կանեմ։ Եվ ահա ստացա այդ գնդակահար, սրանք իսկական փամփուշտներ են, որոնք խոցել են գտարը։ 10 փամփուշտ, որոնք խորհրդանշում են այդ 10 զոհերին։ Եվ սա խոշոր պլանով այդ գն, որը գնդակահարված էր։ Եվ վերջում սա։ Ուրեմն նկարազարդումները բազմաթիվ են, ինչպես ասացի, ուրեմն 300 էջանոց գրքի 90 էջը մոտավորապես հենց նկարազարդումներն են տարբեր շարժումների։ Ներկայացված է նաև բարևի հեղափոխությունը այս կերպ եւ բարևի հեղափոխության ավարտը հետեւյալն է։ Այստեղ ստիկանությունն է, վահանները void-երն են խաղում եւ երբ որ թափվում են բոլոր տառերը, բացառությամբ 5-ի ստանում ենք աղոթի։ Դե կա նաև էլեկտրիկ Երևանը, որի վախճանը հետևյալ կերպ է ներկայացված, էլեկտրականությունը ինչ են անում, կտրում են, կտրին։ Եվ այլ, ներկայացված է նաև ՊՊՑ գունդը իհարկե, ցանկության դեպքում կարող եք ինքներդ թերթել, գրախանութներում կարծեմ զանգակում կա, նոյան տապանում կա եւ բյուրոկրատում շտով։ Եվ իհարկե ներկայացված է ուրեմն իմ քայլը շարժումը մոտ 25-30 edge, հիմա բոլորը չեմ ներկայացնի, կառուցացնեմ պարզապես մի 2 edge, ես այսով գիրքը դառնում է ինտերակտիվ նաև, այսինքն մենք կարող եք այդ շարժումը խորհրդանշող դմդմփունը անեք այս գրքում, հետևյալ կերպ, սա ուրեմն թմբուկն է, սա փայտիկը թմբուկի, Թմբ։ Ձախ նույնը չեն առանձին նկարել եմ 4-ն էլ։ Դմբ։ Սրանք իմ ձեռքերն են, որոնք այդպես էլ ծափ չտվեցին Երևանի հրապարակում, քանի որ ես շատ հերոյ էի ցավոք սրտի։ Բայց ծափ են տալիս այս գրքում։ Սա այդ ծափն է։ Սրանից հետո գրված է հետևյալ տեքստը։ Այս ծափից զրնգացող ականջներով մի քանի վայրկյան լռությունն ունկնդրելուց հետո հետ թերթել 6 էջ, մինչև առաջին թմբուկն ու նորից թերթելով թմբկահարել ու ծափահարել 10 անգամ մոտավորապես։ Queenie We Will Rock You երգի նախերգանքի ռիթմի նմանությամբ։ Ամեն կրկնությունից հետո հերթական թերթումը փոքրինչ արագացնել։ 10-րդ անգամից հետո բոլոր 4 թերթերը թերթել շատ արագ ու միաժամանակ։ Մոտավորապես երևի
Նաև քանի որ խոսեցինք այս կոնցեպտի մասին եւ նաև նշեցինք ալտերազմավեպը, ռեժիմը խոճապի մեջին նախորդող վեպը, կխնդրեմ նաև խոսել այդ մասին, թե ինչպես պատերազմից դուրս եկավ երազը եւ ընդհանրապես ինչ հարաբերությունների մեջ էին գտնվում այս երկու երևույթներն ու հասկացությունները։ Այո։ Ուրեմն 2016 թվականի մարտի դրությամբ ես աշխատում էի իմ բանաստեղծությունների ժողովածուի վրա եւ պատրաստում էի շուտով հրատարակել, եւ ապրիլի 1-ին ստացանք գուժը, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախյան ուրեմն զորքի վրա։ Եվ այդ ժամանակ ինձ համար շատ շոկային էր այդ լուրը։ Եվ ինձ համար նաև շոկ էր ոչ միայն պատերազմը, այլ նաև դրա նկատմամբ իմ շոկային վերաբերմունքը, որովհետև ինչ որտեղ ես անցել էի այդ պատերազմի միջոցով փոքր տարիքում, երբ որ ես Հայաստանում էի ապրում 90-ականներին, ժամանակ 11, 12, 13, 14 տարեկան, այսինքն բավականին գիտակից տարիքում այստեղ էի, եւ Արցախում պատերազմն էր ընթանում եւ ուշ-ուշով հետևում էի եւ այդ ամբողջ տառապանքի մեջն էի, մեր թաղումներ էին իրար հետևից նույն օրը մի քանի հատ եւ այլն եւ ես զարմացա թե ինչպիսի շոկի մեջ էի հայտնվել հենց այս անգամ, երբ որ այսքան հեռու էի, բայց ինձ համար շատ ցավալի էր տեսնել այս բոլոր պատանիներին, որոնք պատերազմի կոնվեյերի վրայով հոսում էին ուղղակի, այդ դիակները անցնում էին, ինձ համար դա շատ ցավալի լուր էր։ Մարդիկ, որոնք ոչինչ չէին հասցրել տեսնել այս կյանքում, մարդիկ, որոնք չէին հասցրել որոշակի հետք թողնել այս կյանքում, նրանց հետքը իհարկե դարձավ հայրենիքի պաշտպանությունը եւ սեփական ինքնապաշտպանությունը, եւ դա ցավալի էր տեսնել։ Եվ այդ ժամանակ ես դադարեցրեցի բոլոր իմ ստեղծագործական պլանները, բանաստեղծությունները եւ այլն, եւ մի քանի օր շարունակ ուղղակի սևեռված էի պատերազմ բառի վրա, որպեսզի հասկանամ թե ինչ է տեղի ունենում, կարծես նոր էի ծանոթանում այդ բառի հետ, եւ ինչ որ մի պահի նկատեցի, որ պատերազմ բառի մեջ երազ կա մեջտեղը հենց, ու փորձեցի մի բան անել դրա հետ, որպեսզի ես ավելի լավ ճանաչեմ, ավելի լավ հասկանամ այս իրադրությունը, նոր իրադրությունը։ Ես շատ արագ կերպով որոշեցի պաստառ կազմել։ Ուրեմն Photoshop-ով գրեցի պատերազմ բառը, տպեցի, միջից երազ տառերը կտրտեցի մկրատով, առանձնացրեցի, հանեցի, հետո դրանք սկսեցի բզկտել, ճմրթել եւ նույն հերթականությամբ շարել պատ եւ մ տառերի միջև, լուսանկարեցի եւ նորից վերադարձեցի Photoshop եւ այդ ճմրթված արդեն երազ տառերը տեղադրեցի այդ պատի ու մի միջև։ Եվ ինձ թվաց ես ինքնարտահայտվեցի, որտեվ արդեն պայթում էի, մի բան պիտի ասեի, մեջս մի բան եռում էր եւ դա պետք է արտահայտեի եւ արտահայտեցի այդ պաստառի միջոցով։ Այդ ջնջխված երազն էր, որ ես տեսնում էի այդ պատերազմի պատճառով։ Եվ երբ որ տեսա ջնջխված երազը, ես նաեւ նկատեցի, որ շրջապատված այն պատմ բառով, այսինքն այն խոսքը, որով մենք կրճատ ասում ենք պատմություն առարկան դպրոցներում, այո, երազ, որը պատմություն դարձավ, որը ջնջխվեց, ջախջախվեց, չհասցրեց նաև հասունանալ կամ իրականանալ այդ բոլոր երիտասարդների, թե հայ, թե ադրբեջանցի, այդ բոլոր երիտասարդների երազանքի մահն էր կործանումը։ Եւ ինձ համար դա բացահայտում էր, ես սկսեցի վիրահատական միջամտությամբ փորփրել այդ բոլոր տառերը, ընդհանրապես այդ ընթացքում իմ աչքի առաջ հայտնվող բոլոր խոսքերը։ Կարծես թե փորձում էի անել այն նույնը, ինչ որ պատերազմներ անում մարդկանց ճակատագրերի, մարմինների հետ, ճարտարապետության հետ, մշակույթի հետ, մեր մտածողության հետ, մեր հոգեբանության հետ, այսինքն այդ կերպ է ես պատկերացնում պատերազմի ազդեցությունը, չի կարող տեքստը կանգուն լինել, ճիշտ լինել, ստորակետները տեղին, բութը տեղին, վերջակետները տեղին, առանց որևէ սխալի, սիրուն հարթ նախադասություն եւ այդ նախադասությամբ խոսել պատերազմի մասին, ինչ որ չափով կարծես երկերեսանիություն լինի, կարծես ազնիվ չէ։ Համենայն դեպս այդպիսի հոգեվիճակում ես այդ ժամանակ գտնվում եւ այդ գիրքը ծնվեց այդ գրքի գաղափարը, որտեղ արտահայտություններ էին, որտեղ պետք է բառերը բզկտվեին, քանդվեին, ջարդվեին
Ինձ թվում էր այդպես ես կարող եմ պատերազմի ազդեցությունը ցույց տալ։ Իհարկե անհնար է պատերազմը գրականության կամ արվեստի միջոցով որևէ կերպ ճշմարտաբար ներկայացնել, բայց սա փորձարարություն էր, սա փորձ էր գոնե ընդհուպ շատ քիչ մոտենալ այդ երևույթին։ Եվ դրա միջոցով ես կարողացա ինքնաարտահայտվել, նոր իմաստներ գտնել։ Ինչ որ ձևով դա կոմպենսացնում էր ենթագիտակցորեն ձեզ մոտ ֆիզիկական բացակայությունը Հայաստանից եւ որպես հարցի շարունակություն ինչ առավելություն եւ թերություն ունի այդ ամենը, այսինքն գուցե դա հակառակը օգնում է վերացարկվել եւ մի փոքր դիստանցիայից նայել տեղի ունեցածին, ինչը ստեղծագործություն ստեղծելու համար շատ կարևոր երևի գործոն է, բայց մյուս կողմից էլ կա ֆիզիկական ներգրավվածության բացակայություն, այդ երկու քարերի արանքում գտնվելը ինչպես է։ Դե ես կարելի ասել ունեցել եմ այդ երկու փորձությունները, այսինքն ֆիզիկապես ներկա գտնվել Հայաստանում, իհարկե ոչ Արցախում, հենց պատերազմի ընթացքում, այսինքն իմ գլխավերևով ռումբեր չեն թռել, բայց եղել եմ Երևանում այդ ընթացքում, այսինքն այդ ժամանակ այնպեսի երբեք չգիտեի որտեղից է լինելու հարձակում, ոչ մեկ այն ժամանակ չէր կարողացել, օրինակ Ադրբեջանը Նախիջևանի կողմից չի մտնի եւ հասնի Երևան, այսինքն 90-ականներին, երբ որ պատերազմը ընթանում էր, ոչ մեկ ոչինչ չէր կարող բացառել, այսինքն կար նման վտանգ, բայց դրա միջով անցել եմ։ Տարբերությունը այն էր, որ այո, հերվից ինչ որ բաներ այլ կերպ են երևում։ Ինձ երբ որ լսում էի պատերազմի մասին, ես նաև պատկերացնում էի Փարաջանովի Սուրամի ամրոցի լեգենդը ֆիլմը եւ հիշեցի այն պատանուն, ով ինքն իրեն ժպիտը դեմքին զմռսում էր պատի մեջ, որպեսզի պատը կանգուն մնա։ Տվյալ դեպքում այդ երիտասարդը մեր բոլոր զինվորներն էին, որոնք փաստորեն փոխաբերաբար ասած զմռսվել էին խրամատներում, որպեսզի ամրոցը, տվյալ դեպքում Հայաստանը եւ Արցախը կանգուն մնան։ Եվ ինձ շատ հետաքրքիր էր հասկանալ այդ ֆիլմը եւ ուղերձը Նորովի այս պատերազմի շրջանակներում։ Եվ հայտնաբերեցի, որ Փարաջանովը իրականում խաղացել այդ լեգենդի հետ այնպես, որ ժպիտ է դրել այդ զինվորի կամ այդ հերոսի, կարծեմ Զորաբերան դեմքին, իսկ իրականում այդ լեգենդի օրիգինալում նրան զորով են տանում եւ խցկում ամրոցի պատի մեջ, որպեսզի ամրոցը կանգուն մնա։ Եվ այդ առումով ինձ համար հետաքրքիր էր այդ հակասությունը եւ գիրքը նաեւ պատերազման ինչ որտեղ գրված է որպես Սուրամի ամրոցի sequel, որտեղ այդ երիտասարդը, որը հայտնվում է պատի մեջ, իմ գրքի առաջին գլխում խոսում է։ Եվ նրա խոսքը նույնպես նրա խոսքը գրելու համար օգտագործել եմ այդ զսպագիր կոչեցյալը, այսինքն նրա խոսքի մեջ միայն այն բառերն են, որոնցով կազմված է պատերազմ բառը։ Այսինքն պատերազմ բառի մեջ կա ամպ, այսինքն պատերազմ հայգող տառերով կարելի է գրել ամպ, երազ, արտ, տապ, արմատ եւ այլն։ Եվ կարծեմ մի 50-60 բառ է կարողացել զտել պատերազմ բառից եւ ամբողջ պատումը մոտ 40 էջ հենց այդ բառերով կազմված նախադասություններով է։ Իսկն այդ գրքի այդ գլխի մեջ ամբողջ էջը պատված է պատ բառերով, փոքր պատ բառերով, որոնք աղյուսով շարված պատի տեսք ունեն եւ այդ պատի հետևում երևում է տեքստը, այդ պատերազմ բառը հեգող տառերից բաղկացած բառերով խոսքը։ Նաև կարդալով արարները եւ ընդհանրապես այդ կոնստրուկցիան, արարների, գործողությունների, գործող անձանց ակամայից բնականաբար հղում է կատարվում թատերագրությանը եւ նաև ավելորդ չէ հարցնել, թե որքանով պետք է օգտագործվի այդ պոտենցիալը բեմականացման։ Իհարկե, սա թատերգություն է, սա տրագիկոմեդիա է, 21.5 արարով եւ 168 գործող անձով եւ շուտով հունիսի 18-ին, եթե չեմ սխալվում, կլինի ուրեմն այս պիեսի առաջնախաղը նփակում։
Բեմադրիչը Նանոր Պետրոսյանն է, նա բեմադրում է այս պիեսը սիրողական թատերախմբի միջոցով, որտեղ կա 12 դերասան, պատկերացրեք 12 դերասան պետք է խաղա 168 գործող անձի դեր։ Շատ հետաքրքիր մի բան է սպասվում, ինձ թվում է, ինչ որ չափով տարբերվում է բեմականացումը բուն գրքից, եւ ինձ թվում է երկուսն էլ միմյանց լրացնում են, որտեղ բեմականացումը այն տպավորությունն է, որը ստացվում է այս գրքից, եւ գիրքը ունի իր սեփական ասելիքը, եւ ասենք այստեղ կան այդ բոլոր նկարազարդումները, որոնք ներկայացնում են բոլոր կարևոր շարժումները, որոնք եղել են, իսկ ասենք բուն բեմականացման ժամանակ դրանք չկան, բայց ներառված են այլ երևույթներ, որոնք ինձ թվում է շատ հետաքրքիր կլինեն դիտողների համար։ Շնորհակալություն, մեր ժամանակը ցավոք սպառվեց, բայց դեռ այդ ժամանակը ուզում ենք փոխանցել մեր ռադիո լսողներին, որը ծախսեն այս գիրքը հասկանալու եւ գրքի հետ ծանոթանալու վրա, եւ ձեզ էլ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ նոր հանդիպման առիթներ։ Կարեն Ղարսլյանն էր մեր տաղավարում, մենք կրկին կհանդիպենք Սպուտնիկ Արմենիայի եթերում, բոլորիդ մաղթում ենք խաղաղություն, ցտեսություն։ Շատ շնորհակալություն հրավերի համար, եւ նաեւ կուզեի նշել, ովքեր որ հետաքրքրված են ատերազմագրքով, կարող են գալ Զանգագրատուն 3 շաբթի օրը ժամը 7-ին, ես կներկայացնեմ գիրքը մանրամասնորեն slide show միջոցով, կներկայացնեմ գրքի բովանդակությունը։ Որպես հետգրություն պարզապես ասեմ, որ խուճապ բառը նաև մի հաճելի կապ ունի գրքի հետ, որ առաջին անգամ բացում ես գիրք եւ տեսնում իր այդ բազում ձևաչափերը, մեջը տարբեր մոտեցումները, առաջին բանը ինչ առաջանում է ոչ շատ պատրաստված ընթերցողի մոտ կարող է լինել խուճապը եւ թող դա լինի միակ այդ մաղթանքը խուճապի, որը կարող ենք ունենալ ապագա ձեր ընթերցողներին։ Շնորհակալություն։ Artbox զրույցներ արվեստի եւ մշակույթի մասին։ Կարեն Ավետիսյանի հետ։